Սիրելի գործընկերներ, հարգելի դաշնակցականներ, ես իմ ելույթում դաշնակցության մասին ասել եմ լավ բաներ եւ վատ բաներ։ Խնդրում եմ զինվել համբերությամբ եւ փորձել ինձ չընդհատել։ Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի հետ կապված հարցեր եւ դաշնակցության հետ կապված հարցեր։ Եվ ես շատ ուրախ եմ, որ պարոն Գեղամ Մանուկյանը այստեղ մեջ բերեց Սարոյան եղբայրներ ֆիլմը, որովհետև ես կարծում եմ, այդ ֆիլմի մասին քննարկումը կարող է կենտրոնական դառնալ մեր այս ամբողջ բանավեճի մեջ։ Նախ ասեմ, պարոն Մանուկյան պետք չի փորձել արդարացնել այդ ֆիլմը ընդհանրապես, ինքը իրապես հակադաշնակցական ֆիլմ է եւ ասեմ ավելին հակաանկախական ֆիլմ է, որովհետեւ սովետական ժամանակներում հակաանկախականությունը ու հակադաշնակցականությունը նույն բանն էր, որովհետեւ բոլշևիկները մեր անկախությունը վերացրել էին այն ժամանակ, երբ որ 1920 թվականին դաշնակցության գործիչներն էին փորձում պաշտպանել Հայաստանի Առաջին Հանրապետության անկախությունը, սա անբեկանելի փաստ է։ Եւ ես միշտ ինչ մեղք կթաքցնեմ, երբ որ նույնիսկ փոքր էի, ես ահա որ ներվայնացել եմ, երբ որ մեր հեռուստատեսությամբ տեսել եմ Սարոյան եղբայրներ ֆիլմը եւ ավելացնեմ նաեւ նվագախմբի տղաներ ֆիլմը։ Եվ իհարկե որևէ կերպ չեմ ժխտում այդ ֆիլմերի գեղարվեստական արժեքը, բայց գաղափարական արժեքը ժխտում եմ ամբողջությամբ եւ ես համարել եմ, որ ամոթ է, որ պետք է նոր անկախ Հայաստանում ցուցադրվի ֆիլմ, թե ինչպես են օտար ուժերը վերացնում մեր անկախությունը։ Ես ներվայնացել եմ դրանից։ Ասեմ ավելին, ինչպես գիտեք, այդ ֆիլմերում դաշնակցական կերպարները բացասական կերպարներ են, բայց ես ինձ նույնականացրել եմ իրանց հետ այդ ֆիլմը նայելուց, որտեղ իրանք են իմ անկախությունը իրենց մեջ պարփակել։ Եվ վերադառնալով էլի, ի՞նչն է խնդիրը։ Հիշեցնեմ, Սարոյան եղբայրներ ֆիլմում երկու եղբայր են, Գևորգը ու Հայկը։ Գևորգը դաշնակցական եւ հետեւաբար անկախական, եւ Հայկը բոլշևիկ եւ հեղափոխական։ Խնդիրն այն է, սիրելիներս, որ դուք Գևորգից վերածվել եք Հայկի։ Խնդիրը այդ է։ Խնդիրն այն է, որ դուք սկսել եք մահկամ ազատությունից, ավարտել եք 004 շրջաբերականով։ Խնդիրն այն է, որ մի կուսակցություն, որը ասում են, որի անվանումը նույնական է եղել անկախականության հետ, հասել է մի կետի, երբ որ 1988 թվականին, երբ որ շարժում էր, անկախական շարժում էր ծնվում եւ մոլեգնում բառի լավ իմաստով Հայաստանում, ձեր կուսակցությունը դեմ է արտահայտվել անկախությանը, հասկանում եք, մահկամ ազատություն գոռացող կուսակցությունը, որպես պաշտոնական իր լոզունգ ունեցող կուսակցությունը դեմ է արտահայտվել անկախությանը, մինչև ընդཐུպ 91 թիվ։ Կամ աբսուրդն այն է, որ այդ կուսակցությունը, այն կուսակցությունը, որը գլխավորել է մեր պայքարը 1920 թվականի դրությամբ անկախության դեմ, կարա 2000 օրինակ 25 թվի դրությամբ աջակցի, որպեսզի կոմունիստական կուսակցությունը իշխանության գա Գյումրիում, որի ղեկավարն է, նկատի եմ, որի ղեկավար Հանրահայտ Վարդանիկը ասի բանա, ով որ դեմ է, որ Հայաստանը միանա միութենական պետությանը, չէ, ասում է, մարդիկ պետք է ասեն, կամ իրան կողմ են միութենական պետությանը, կամ թրքահապատակ շանտաղա են։ Այդ աբսուրդը։ Աբսուրդը այն է, որ դուք գիտեք, որ Եզրասը, այսպես կոչված, հայտնի Կարո ծածկանունով KGB-ի գործակալ, ձեր քաղաքական դաշնակիցն է։ Այդ աբսուրդ է։ Պարոն Ռուստամյան, ասում եք, ոնց մենք մեր տեսակը փոխենք, դուք փոխել եք ձեր տեսակը, դուք Գևորգից վերածվել եք Հայկի։ Այդ է, դուք փոխել եք ձեր տեսակը։ Իհարկե տարբեր բացատրություններ կարող են լինել, նկատի չունեմ ամենևին անձամբ ձեզ, գիտեք, ձեզ շատ լավ են վերաբերում, անձամբ նկատի ունեմ դաշնակցությունը։ Տարբեր բացատրություններ կարող են լինել, ինչու եք դուք փոխել ձեր տեսակը, ինչի եք դուք մահկամ ազատությունից հասել 004 շրջաբերականի, որում ասում էր, որ բանը, մեկ-մեկ դե պետք է էլի բան անել։ Հիշեցնեմ, ի՞նչ է գրած 004 շրջաբերական, ասում է ժամանակներ են լինում, երբ որ ինքնիշխանությունը պետք է որոշակիորեն սահմանափակել հանուն, ինչ որ չգիտեմ, ազգային նպատակների։ Էլ չեմ ասում, որ այնտեղ գրած է, որ հավանական այն սցենարում, երբ որ Ռուսաստանը Ղարաբաղը կորոշի ուղիղ ենթակայության տակ դնել կամ ինչ որ միութենական սցենարով պետք է ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանն էլ այդ սցենարի մեջ լինի։ Բայց ինչ բացատրություններ կարող են լինել։ Մեկը
ասում եմ, մի անգամ եմ ասել, պատմական Ստոկհոլմյան սինդրոմն է։ Քանի որ 1920 թվականին Դաշնակցության իշխանության օրոք Հայաստանը կորցրել է իր անկախությունը, քանի որ բոլշևիկ մի կողմից հայ-թուրքական պատերազմներ մոլեգնում, մյուս կողմից բոլշևիկները մտան Հայաստան եւ վերացրեցին Հայաստանի անկախությունը, կարող է դուք այնքան մեղք եք զգում դրա համար, որ մտածում եք, լավ, ուրեմն պետք է սուսուփուս մնալ, չփորձել պաշտպանել անկախությունը, բալքի մի բան ստացվի։ Ես հուսով եմ, այդ բացատրությունն է, որտեղ դա գոնե ինչ ասեմ, դա գոնե բացատրությունն է, որը ինչ որ ազնվության տար ունի իր մեջ։ Մյուս բացատրությունը տվել է խորհրդային KGB-ի հետախուզության պետ Կալուգինը, որը իր գրքում գրել է, որ խորհրդային KGB-ն ուղղակի հավաքագրել է այն ժամանակվա Դաշնակցության ղեկավարությանը եւ արդյունքում այսպիսի մեծ փոփոխություն ա եղել եւ արդյունքում Սարոյան եղբայրների Գևորգը դարձել է հայ։ Կարող է դա է բացատրությունը, չգիտեմ։ Կամ պարոն Ռուստամյան, ասում եք, բանը թուրք-ադրբեջանական տանդեմն է միայն տանդեմն է դեմ Դաշնակցությանը։ Այդ ցավը տանեմ, Դաշնակցությունը Երիտուրքերի հետ կոալիցիայի մեջ ա եղել, Դաշնակցությունը 1918-ից 20 թվականների ընթացքում մուսաֆաթական Ադրբեջանի կառավարության մեջ, եթե չեմ սխալվում, 2 թե 3 նախարարական պորտֆել ա ունեցել։ Եղել է, ես հետո կարդամ, կապացեմ։ Ինչ։ Չէ, նկատի ունեմ, եթե Հայաստան կա մեկ ուժ, որը թուրք-ադրբեջանական տանդեմի հետ բառից բուն իմաստով կոալիցիայի մեջ է եղել եւ նույն կառավարության մեջ, դա հայ հեղափոխական Դաշնակցությունն է, որը մի խնդրում եմ, էլի սիրելիներս, մի ընդհատեք, ես շատ հարգալից եմ ձեր հանդեպ։ Սկզբում էլ այդքան լավ բան ասեցի, հատուկ այդքան լավ բան ասեցի, որ վերջում չընդհատեք։ Եվ վերադառնալով, էլի, ինչ եմ ես ամեն ինչ ասում, որովհետև ես համաձայն եմ Հակոբ Մովսեսի հետ, որ Դաշնակցությունը պիտի փոխի իր գաղափարախոսությունը, բայց ոչ թե այն իմաստով, ոչ թե փոխի ձեր 135-ամյա գաղափարախոսությունը, այլ վերադառնա իր ակունքներին, որովհետև դուք ձեր ակունքներին դավաճանել եք սիրելիներս, դուք մահ կամ ազատությունից դարձել եք 004 շրջաբերական գրող կուսակցություն, դուք մահ կամ ազատություն գոռացողներից դարձել եք չէ, ինչ անկախություն, դա վտանգավոր է, դուք մահ կամ ազատություն գոչողներից դարձել եք KGB գործակալ պաշտպանողի, դուք մահ կամ ազատություն գոռացողից դարձել եք Գյումրիում կոմունիստական կուսակցության հետ կոալիցվողի, վերհիշեք ձեր արմատները, սիրելիներս։ Հիմա ինչ վերաբերում է Հակոբ Մովսեսին, արդեն դե ֆիքսեցինք դժվար չի գուշակելը, որ ես 100%-ով համաձայն եմ իր արտահայտած մտքերի հետ, բայց միևնույն ժամանակ ես կարծում եմ, պարոն Հակոբյան, ամեն դեպքում ինքնին այս քննարկման փաստը վկայում է այն մասին, որ մեր հարգարժան դաշնակցական գործընկերները համենայն դեպս համարել են, որ ձեր որոշ արտահայտություններ քաղաքական քննադատություն են պարունակում առ իրենց այսօր։ Այդ տեսակետը եւ խախտում է չեզոքությունը։ Այդ տեսակետը կարելի է կիսել եւ չկիսել։ Ես ամեն դեպքում բնականաբար էլի կամ դեմ եմ քվեարկելու ձեզ լիազորություններից զրկելու հարցին կամ չեմ մասնակցելու քվեարկությանը, ես շարունակում եմ համարել, որ դուք շատ մեծ ավանդ ունեք հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի աշխատանքներում եւ ես շատ ուրախ եմ, որ դուք պիտի շարունակեք այդտեղ ձեր աշխատանքը, բայց կարծում եմ համենայն դեպս պետք է հաշվի առնել, ինչպես ասվեց մի քանի անգամ, եւ չտալ մեր հարգարժան դաշնակցությանը առիթ կասկածելու ձեր չեզոքությանը եւ գուցե այսպես նաեւ մենք դրդենք, որպեսզի մեր հարգարժան դաշնակցական գործընկերները վերջապես վերադառնան իրենց ակունքներին։ Եվ վերադառնալով Սարոյան եղբայրներին, պարոն Մանուկյան, համարվում է, որ Սարոյան եղբայրներ ֆիլմը նաև հետաքրքիր է նրանով, որ առաջին անգամ սովետական կինեմատոգրաֆիայում դաշնակցականը չի ներկայացվում որպես այդպես լիակատար վատ կերպար, որոշակի մարդկային բան են դրել մեջը, բայց կներեք, դրա համար ինձ չի որ մենք պետք է շնորհակալ լինենք սովետական կինեմատոգրաֆիային, որովհետև կրկնում եմ 1920 թվականին Հայաստանի անկախության համար պայքարած մարդը իմ, չեմ կարող ասել եղբայրն է, որտեվ իմ նախապապն է, իսկ այսօր Հայաստանի անկախության համար պայքարող մարդը իմ եղբայրն է, իսկ Հայաստանի անկախության դեմ պայքարող
Բոլշևիկը ոնց այն ժամանակ ա եղել արգահատելի եւ դատապարտելի սրիկա, այնպես էլ այսօր։ Կեցե ազատ եւ անկախ Հայաստանի Հանրապետությունը, շնորհակալություն։